Շան Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հոկտեմբերի 24-ն է, ուրբաթ։ Գյումրիի քաղաքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնում են քննչական կոմիտեից։ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրիի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մի շարք աշխատակիցների ցուցում են տվել, որպեսզի վերջիններս հրահանգավորեն իրենց ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզների տնօրեններին սաներին տուն ուղարկել եւ իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել համայնքապետարան, թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին։ Հայտնի է դարձել, որ ձերբակալված 3 աշխատակիցներն էլ կանայք են, 3-ն էլ կրթության բաժնի։ Ժամանակավոր պաշտոնակատարներ Անահիտ Գասպարյան, Բելլա Ավակյան, Վարդուհի Փիլոյան, վերջինս ազգային ժողովի падգամավորի զոքանչն է։ Վարչապետը այցելել է հակակոռուպցիոն կոմիտե եւ ներկա գտնվել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան եւ կառույցի կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ այն հարցին, թե արդյոք Հայաստանում գաղտնալսում են բոլորին։ Վարչապետի գնահատմամբ հակակոռուպցիոն կոմիտեն այն ինստիտուտներից է, որի ձևավորումն ուղիղ կապ ունի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, հակակոռուպցիոն պայքարը քաղաքական կառավարող թիմի բրենդներից մեկն է, բայց հակակոռուպցիոն պայքարի այս բովում նոր հարցեր են գալիս, որոնց պատասխանները ոչ միայն չեն ունեցել ի սկզբանե, այլև ի սկզբանե այդ հարցերի գոյության մասին նույնիսկ չեն իմացել։ Այն միջավայրում, որը կար 2018 թվականին, այդ միջավայրում թվում էր, թե հակակոռուպցիոն արդյունավետ պայքար տանելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ դրանով շատ հարցեր կլուծվեն։ Դա իհարկե ճշմարտություն է, որովհետեւ առանց քաղաքական կամքի բացակայության ընդհանրապես որևէ հարց հնարավոր չէ լուծել։ Այսինքն քաղաքական կամքն այն է, որ ինչքանով է կառավարությունը, քաղաքական իշխանությունը ցանկանում, որ այդ հակակոռուպցիոն պայքարը կոնկրետ դեպքում տեղի ունենա, եւ մենք նախ եկանք այն եզրակացության, որ քաղաքական կամքը արտահայտող կոնկրետ կառույց պետք է լինի եւ այդպես էր, որ նաեւ հանգեցինք, որ հակակոռուպցիոն կոմիտեն պետքա ձևավորվի։ Վարչապետը կարևոր է համարում բոլորին հասցնել այն ազդակը, որ կոռուպցիայի դեմ պայքարը լուրջ է, ամենևին էլ հումոր կամ կատակ չէ։ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, եթե Հայաստանում կոռուպցիայի մակարդակն այնպիսին է եղել եւ այնպիսին է, ինչպես հաճախ լսում են, նշանակում է, որ շատերն են դրա մեջ ներգրավված։ Պատկերացրեք, այսքան մարդ ունի այդքան ծանոթ դասարանցի ընկեր, բարեկամ, բանակի ընկեր, հարևան եւ այլն եւ այլն։ Մի փոքր լավ վերաբերվի, ինչպես ընդունված է ասել, օպերատիվ օղակը։ Մի փոքր լավ վերաբերվի քննչական օղակը։ Մի փոքր լավ վերաբերվի դատախազական օղակը։ Մի փոքր լավ վերաբերվի դատական օղակը, հետո դատական օղակն էլ հələ 3 հատ կա։ Մի փոքր առաջին հացանը լավ վերաբերվի, մի փոքր վերաքննիչը լավ վերաբերվի, մի փոքր է վճռաբեկը լավ վերաբերվի, որևէ գործ տեղ հասնելու շանսը կորցնում է, բացարձակապես։ Իսկ այսպիսի միջավայրում հնարավոր չէ արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, նկատում է կառավարության ղեկավարը։ Վարչապետն անդրադառնում է նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի եւ իրավապահ մարմինների գործունեության միջև կապին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, երբ իրավիճակն անկայուն է եւ լարվածություններ ու էսկալացիաներ կան, կապ չունի ինչով է զբաղված։ Քննիչ ես, դատախազ թե դատավոր, հնարավորություն չես ունենում կենտրոնանալ քո գործի վրա։ Հիմա, երբ որ ես հետևում եմ, տեսնում եմ, որ այդպիսի տպավորություն կա, որ հիմա իրավապահ համակարգը ավելի ակտիվ է, այդ թվում հակակոռուպցիոն պայքարն է ավելի ակտիվ։ Իհարկե դա միակ գործոնը չի, բայց իմ գնահատմամբ նաև մեր տարածաշրջանում հաստատված խաղաղությունը ավելի շատ հնարավորություն է տալիս այդ թվում քննչական մարմիններին կենտրոնանալ իրենց գործի վրա։ Իհարկե այստեղ կադրային հարց ամենևին էլ երկրորդական չի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ ընդամենը ամիսներ առաջ է նշանակվել այդ պաշտոնում եւ կա նաեւ մի ուրիշ գործոն, որի մասին ես ուզում եմ այսօր անպայման նշել։ Պարոն Նահապետյանի հետ մեր աշխատանքի ընթացքում եւ այդ որոշումների ժամանակ շատ կարևոր դեր է խաղացել նաեւ հետեւյալը, որ նախորդող շրջանում պարոն Նահապետյանը եղել է դատավոր։
Փաշինյանը նկատում է նաև իրավապահ համակարգի համար սովորական չէ աշխատել սոցիալական ցանցերի եւ խոսքի ազատության ներկայիս պայմաններում։ Նրա դիտարկմամբ սոցիալական ցանցերի միջոցով հասցեական հարձակումներ են սկսվում կոնկրետ քննիչների, կոնկրետ գործեր վարող քննչական խմբերի նկատմամբ, ընդհուպ ընտանիքների անդամների նկարների հրապարակմամբ։ Սրանք են գործոններ, որոնք ազդում էին process-ի վրա։ Ինչի եմ ասում ազդում էին, որովհետև իմ կարծիքով, երբ որ դա մի նոր երևույթ է, այնուամենայնիվ համակարգերը սկսում են ադապտացվել դրան, նաև դրանց հակազդելու ձևեր են գտնում եւ իմ տպավորությամբ նաև մեր իրավապահ համակարգը, այդ թվում հակակոռուպցիոն կոմիտեն արդեն ավելի ադապտացվել է այդ իրավիճակին եւ կարողանում է շատ թե քիչ այս իրավիճակներից պաշտպանվել։ Իսկ արդյոք Հայաստանում բոլորին գաղտնալսում են, այս հարցին եւս վարչապետն անդրադառնում է։ Օպերատիվ հետախուզության մասին օրենքով հստակ սահմանված է, թե երբ, ինչպես, որ դեպքում ու ինչ պայմաններում կարելի է իրականացնել այդ օպերատիվ աշխատանքը։ Սա նորություն չէ, նկատում է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ո՞րն է նորությունը։ Իսկ նորությունն է նա, որ քանի որ մեզ համար հանցավորության կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր եւ սկզբունքային է, կառավարությունը այո ըստ հնարավորին ներդրումներ է անում, որպեսզի Հայաստանի օպերատիվ մարմինները տեխնիկական կարողություններ ունենան։ Նիկոլ Փաշինյանի խոսքով այժմ իրավապահ մարմիններն այլևս այդքան կախված չեն անձերի ցուցմունքներից, քննչական մարմիններն առաջնորդվում են այն կանխավարկածով, որ եթե նույնիսկ ապօրինի ճնշումներ լինեն վկաների վրա, որի հետևանքով նրանք կհրաժարվեն ցուցմունքներից, փաստական բազան լինի այնքան ծանրակշիռ, որ այդ գործերը հասնեն տրամաբանական ավարտին։ Վարչապետը գոհունակությամբ է արձանագրում. այժմ քրեական գործերի առումով հակակոռուպցիոն կոմիտեում որոշակի աշխուժություն է նկատվում, եւս նրա այսօր կան բոլոր գործոնները, որ կոռուպցիոն պայքարը դառնա ավելի արդյունավետ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության քաղաքական կամքը չի նվազել եւ չի նվազելու։ Տպավորություն ստացվի, թե բանի բռնատիրական տրամաբանության մեջ ամեն տանը բանա դրած կամ ամեն սենյակում ինչ որ բոլորը օպերատիվ մշակման ներքո են։ Մի կողմից սա իհարկե մեզ համար բարդ է։ Այդպիսի զգացողությունը ռիսկ է մեզ համար, բայց մյուս կողմից ասում եմ լավ է, որ մարդիկ իմանան, որ մեր իրավապահ մարմինները ունեն բավարար տեխնիկական միջոցներ եւ ինչի համար է լավ, որ ես հույս ունեմ, որ դա կանխարգելիչ որոշակի նշանակություն կունենա, մարդիկ միանգամի փոխարեն 7-8 անգամ կմտածեն գնան այդ քայլի, թե չէ։ Հենց սա է կառավարության նպատակը, ընդգծում է Փաշինյանը, կանխարգելել կոռուպցիոն դրսևորումները։ Հանրապետության վարչապետը հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա կապակցությամբ իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար կոմիտեի մի շարք աշխատակիցների նաեւ պարգևատրում է։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցությունները։ Նախորդ տարի ձևավորված երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով։ Հանդիպման ընթացքում կողմերը իրենց գոհունակությունն են հայտնել 2025 թվականի համագործակցության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ եւ ընդգծել են հաջորդ տարվա ծրագրում մի շարք նոր ոլորտներ ընդգրկելու անհրաժեշտությունը։ Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ։ Կողմերը միմյանց տեղեկացրել են երկու երկրների զինված ուժերում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին։ Միջոցառման ավարտին Հայաստանի եւ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2026 թվականի համագործակցության ծրագիրը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում։ Գյումրիում բացվել է Հայաստանի պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը խորհրդանշական երանգ ունի, անկախության գույնն է այն։ 1980-ականներից մինչ օրս ստեղծագործած 100-ից ավելի կտավներից քաղաքական գործիչը 35-ն է ներկայացնում։ Ցուցադրությունը նվիրում է Հայաստանի հռչակագրի ընդունման 35-ամյակին։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության հռչակագրի ընթերցման պատիվը հենց Արամ Մանուկյանին էր տրվել եւ այն մնում է անկախ Հայաստանի պատմական դրվագներից մեկը։ Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 31-ը։ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ Մենք 35 տարի առաջ ընդունել ենք
մեր երկրի ծնունդը քվեարկել ենք եւ ստեղծել ենք Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որի ընթերցման պատիվը ինձ է տրվել եւ նաեւ դրանից հետո 1 տարի հետո Հայաստանի Հանրապետությունը ունեցավ անկախության հարակվե եւ մեր ամբողջ ժողովուրդը կամովին, գիտակցաբար, սիրով, մատաղով, նշանով, քեֆ ուրախությամբ հարակվե կազմակերպեց եւ 2 միլիոն մարդ ավելին, քան 2 միլիոն քվեարկեց Հայաստանի անկախության օգտին, Գերագույն խորհրդում այդ փաստաթղթերի ինձ տրվեց, բախտս իմ միշտ բերել է, այդ պատմական փաստաթղթերը ինձ են տվել ընթերցելու, ներկայացնելու։ 50 տարի նկարել եմ, ծնվել եմ նկարչական միջավայրում, Վանաձորում, Անտառներում եմ մեծացել, բնությունն այն ուսուցիչը։ Եվ շատ ավելի լավ ուսուցիչ է, քան ցանկացած կրթություն, բնությունից լավ եւ մարդ է պահում, եւ ճաշակ է դաստիարակում, եւ մաքուր ես մնում, Աստծուն մոտ ես լինում։ Բնության դաստիարակած եմ։ Քաղաքականություն մշակություն ամբողջ կյանքում այդ իրար կապած եկել են։ Ես սիմվոլների սիրահար եմ։ Երբ որ կարդացի, որ հասցեն անկախության 1 եւ անկախության հռչակագրի միջոցառումը կամ անկախության հռչակագրի 35-ամյակի նվիրված միջոցառում արվում է անկախության հրապարակում։ Սիմվոլիկ է, սիրուն է, ինչ ուզում եք ասեք, լավ է դա։ Եվ մի ուրիշ սիմվոլ էլ, ասեմ, 35 նկար է ցուցադրված 35-ամյակին։ Հրանտ Մաթեոսյանն էր ասում, ատելը ամեն մարդու բան չէ, ատողը իրեն է վնասում։ Եվ եթե ուզում ես մաքուր մնաս, անարատ մնաս, բարոյական մնաս, պետք է արվեստի աշխարհում շնչես, այդ մաքուրով շնչես, ամեն քաղաքական ելույթից, այդ ներված բաներից հետո փորձել եմ նկարել, որ մաքուր լինեմ եւ մուտքի մոտ 2 նկար կա, կոչվում է մեկը անկախության գույները, մեկը ազատություն, դրանք նկարել եմ ամենաթունավոր ելույթներից հետո, ամենազայրացած ելույթներից հետո նկարել եմ, որ այդ մաղձը մեջից դուրս գա եւ դրանք հետո դարձան նկարներ։ Իմ ճանաչած առաջին քաղաքական գործիչներից մեկն է, որ թույնով լցված չի։ Սովորաբար մարդիկ, որ իշխանությունից զրկվում են, թույնով են լցվում։ Եվ այս արվեստը ինչ որտեղ մաքրել է նրան, ինքն էլ նշեց, հանգստացրել է եւ նրա ելույթները դրանից հետո միշտ եղել են զուսպ։ Այստեղ յուրաքանչյուր նկար իր պատմությունն ունի, լավ պատմություններ կան, դրանք կենսագրություն են։ Ամենաառաջին նկարը, որ դուրս գալուց կնայեք, ամենածախի նկարը 50 տարվա նկար է, սպիտակ ներք չունեի, ատամի մածուկ եմ օգտագործել։ Լրիվ սպիտակ գույնը ատամի մածուկ է, ներք չկար, այդ ձևի բաներ էին կանում։ Կորոնայի ժամանակ դժվար էր մի հատ նկար ցույց տամ ձեզ։ Կտավ չունենալու պատճառով մի հատ նկարում ես, հետո շրջում ես մյուս կողմն ես նկարում, ու սենց հետաքրքիր է, կյանքը հարստանում է սրանով։ Անկախ նրանից մարդը քաղաքական գործիչ է, թե ինչով է զբաղվում, եթե մարդու մեջ կա արտիստը նստած է, արտիստիկը կա, ուրեմն ինքը անպայման պիտի ստեղծագործի։ Կարող է քաղաքական գործիչ չլիներ, բայց Արամ Մանուկյան մարդու մեջ կա գույնի, ցևի, այդ գեղեցիկ համադրություն զգալու, տարածություն զգալու, գեղեցկի զգացողություն կա։ Ես այսօր այդպիսի զգացողություն ունեցա։ Իսկապես ես ապրում եմ այդ խաչմերուկում, քաղաքականության մշակույթ եւ շատ հարմարավետ է։ Երկուսով էլ զբաղվում ես, մեկը մյուսին չի խանգարում, ինձ ասում են, լավ, այդ քաղաքականությունը թող արի, նկարիչ կդառնաս կամ նկարչությունով զբաղվում ես քաղաքականություն, ախր քիչ ես ելույթում, բացարձակ իրար օգնում են, հասցնում եմ եւ նա Լորեցիկ ասում են, եթե սրտումը տեղ լինի, թավայի մեջ էլ յուղ կլինի, իմ թավայում միշտ յուղ կա։ Ցուցահանդեսի իմաստը ունի հետևյալ մեսիջը։ Մեր անկախության հռչակագիրը պաշտպանության կարիք ունի։ Մեր անկախության հռչակագիրը այսօր հարձակումների է ենթարկվում եւ եթե հանկարծ դա լինի, դա
լրջագույն հարված է մեր հավաքական արժանապատվությանը։ Պետք է պահենք անկախության հռչակագիրը։ Այն Հայաստանի Հանրապետության ծննդյան հաստատումն է։ Շիրակացի փողոցում եւ Անիթաղամասում ենթակառուցվածքներ են նորացվում։ Աշխատանքները մինչև փողոցաշինական կապիտալ ծրագրի մեկնարկն են արվում, որը Անիթաղամասում խոստում կսկսել 2026 թվականին, իսկ Շիրակացի փողոցի հիմնանորոգումը 1 ամիս առաջ են սկսել։ Գազամատակարարման ու էներգամատակարարման հին մաշված համակարգերն են նորացվում։ Գազախողովակներն ու մալուխները նորերով են փոխարինում, որ հետո վթարներով ու այլ պատճառներով նոր ասֆալտը չքանդեն, ինչպիսի պրակտիկան այս քաղաքում պահպանվում է։ Շիրակացի փողոցի երկայնքով փորման աշխատանքներ են։ Փորված երկար խնամուղիները ճանապարհաշինարարության հետ չեն կապված, այլ ստորգետնյա գազատարներ անցկացնելու համար են։ 4 կիլոմետր երկարության միջպետական նշանակության Շիրակացի փողոցի կեսը 2.5 կիլոմետր տարանցիկ հատվածը վերջապես ընդգրկվել էր հիմնանորոգման ծրագրում։ Շինարարության նախապատրաստական աշխատանքները սկսվել էին նախորդ ամիս եզրաքարերի ապամոնտաժմամբ։ Սակայն ճանապարհաշինարարական աշխատանքներ որպես այդպիսին դեռ չեն մեկնարկել։ Փոխարենը այս ամսվա սկզբից Շիրակացիում գազամատակարարման ընկերությունն է գործ սկսել։ Գազատար ցանցի վերակառուցման աշխատանքներ են իրականացնում։ Շիրակացի փողոցում գազատար համակարգը կառուցվել է դեռ 1965 թվականին եւ այդ ժամանակվանից ի վեր չի ենթարկվել որևէ հիմնանորոգման կամ նորացման։ Տարիների ընթացքում կատարվել են միայն տեղային նորոգումներ, առաջացած վթարների հետևանքները վերացնելու համար։ Քանի որ նախատեսվում է նոր ճանապարհ կառուցել, հին ենթակառուցվածքները նույնը թողնել հնարավոր չէր, հետագայում կրկին ասֆալտը քանդելու անհրաժեշտություն կառաջանար։ Այժմ փտած ու քայքայված մետաղյա խողովակները փոխարինվում են պոլիէթիլենայինով։ Աշխատանքների կեսն արդեն ավարտել են։ Ծրագիրը բաղկացած է 2 հատվածից, արդեն Ոսկեակաղաղից մինչև Քոթայիսյան հատվածը կատարվել է վերատեղադրումը, չնայած որ հետագայում ունենք աշխատանքներ, մյուս հատվածը ինֆեկցիոն հիվանդանոցից մինչև Ռուշտավելի փողոց։ Հին գազատար համակարգը քանդելիս մասնագետները արձանագրում են, որ խողովակները կորոզիայի են ենթարկվել եւ դրանց շահագործումը այլևս անվտանգ չէ։ Միևնույն ժամանակ հին գազատարներն ամբողջությամբ ապամոնտաժել առայժմ հնարավոր չէ, քանի որ դրա համար կպահանջվի թաղամասի գազամատակարարման դադարեցում։ Թաղամասի անխափան գազամատակարարումը շարունակվում է հին գազատարով։ Նորն անցկացնում են հին խողովակաշարի հարևանությամբ։ Նոր գազատարի ամբողջական տեղադրումից հետո միայն կիրականացվեն միացումները։ Նոր խողովակաշարը տեղադրվում է ավելի քան 1 մետր խորության վրա, սակայն հին ասֆալտի շերտը խոչընդոտում է աշխատանքների ընթացքին։ Ասֆալտի շերտը շատ հաստ է, շատ բարդ է, աշխատանքների ընթացքը խնդիրներ շատ ունենք, մոտ 60 սանտի կարող եք նկարանել, տեսնել 60 սանտից ավելի ասֆալտի շերտ կա, որը աշխատանքները ավելի դժվարացնում են, այդ իսկ պատճառով մի փոքր հնարավոր է ժամանակի հետ խնդիրներ ունենանք։ Շիրակացի փողոցի հիմնանորոգման համար նախատեսված է 3 տարվա ժամկետ, հաշվի առնելով նաև գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի ցանցերի ամբողջական նորացման անհրաժեշտությունը։ Քանի որ այս փողոցով դեպի հայ-վրացական սահման, մասնավորապես Բավրայի անցակետ հաճախ են ծանրաքաշ մեքենաներ անցնում, երթևեկության ծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս կրճատել երթևեկելի մասի մակերեսը ու միաժամանակ իրականացնել մի քանի կոմունիկացիաների վերակառուցման աշխատանքներ։ Դրա համար էլ կոմունիկացիոն ցանցի նորացումը հերթի է դրված։ Երբ գազամատակարարման ընկերությունը ավարտի իր աշխատանքները, դրանից հետո նոր մյուս ենթակառուցվածքների նորացման գործերը կսկսեն։ Մինչև Շիրակացի փողոցում իրենց հերթը կհասնի, Էլցանցը մալուխների նորացման գործը սկսել է Անիթաղամասում։ 1400 մետր երկարության նոր մալուխներ են անցկացնում։ 10,000 վոլտ լարման կաբելներ են, բարձր լարման։ Գետնի տակ եղել է, փոխարինվել, ճիշտ է, ուղեգիծը փոխվի, որտեղ հները անցել են սեփական տարածքներով, շինությունների միջով տարբեր են եղել։ Իսկ հիմա փոխարինվում են նորմալ ժամանակակից հուսալի կաբելներով։ Այս թաղամասում էլ ենթակայաններն ու մալուխները թաղամասի կառուցումից ի վեր չեն փոխվել։ Շինարարը նշում է, որ վթարներ ու խնդրահարույց հատվածներ շատ կան եւ նորոգման կարիք վաղուց էր զգացվում։ Այստեղ էլ ենթակառուցվածքի թարմացումը փողոցաշինական ծրագրին է նախորդում։ Անի թաղամասի ձգձգված փողոցաշինությունը հաջորդ տարվանից է մեկնարկելու։ Եվ որpիսի հետագայում նոր ասֆալտը էլի քանդել սարքելու խնդիր չունենան, հիմա են անցկացնում նոր մալուխային ցանցը։ Առաջվա երկաթից էին երկաթից կաբելները հողի տակ ժամանակի ընթացքում շուտ շարքից դուրս կգան։ Պլաստմասը երևի ջրի մեջ ավելի երկար կյանք ունի, քան երկաթ։ Հողից խոնավությունից չվախեցող կաբելներ են։ Հիմա Անի թաղամասի ընդամենը 3 ենթակայանների միջև անցկացվող ցանցի նորացման աշխատանքներն են կատարում։ Սա մեծ թաղամասի մալուխային ցանցի միայն փոքր հատվածն է։ Սրանով Անի թաղամասում այս տարվա Էլցանցի գործն ավարտվում է։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։
Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։